ԿՊ նախկինում էլ Գյումրիում պարտվել էր, ու այնտեղ Բալասանյաններն էին, հիմա Բալասանյանները չեն, Ղուկասյաններն են։ Ու ինչ։ Ոչ մի բան։ 2026 թվականի ընտրությունների արդյունքների վրա ավելի շատ ազդելու է աշխարհակաղակականը։ Գյումրին 0 ազդեցություն է ունենալու։ Ազդելու է նա, թե Ուկրաինայում զարգացումները ոնց են գնալու։ Ազդելու է նա, թե Միացյալ Նահանգներ Իսրայել հարաբերությունները եւ այդ Իրանի հետ կապված համատեքստում ինչ լուծումներ են ստանալու։ Այս խնդիրները կարող են ազդել։ Ազդելու է նա նաեւ թե Ռուսաստանում ինչ գործընթաց։ Թաղի տղաները դեր չեն ունենալ։ Բացարձակապես 0 է լինելու։ Այսինքն արևմտյան թևի ուժեղանալու պարագայում այստեղ արևմտյան ազդեցություն ունեցող կուսակցությունների դերն ու քշիռը բարձրանալու է, այդ կուսակցությունների քվեն ավելանալու է, հնարավորություններն ավելանալու է եւ քաղաքական քարոզարշավի ժամանակ այդ քվեները շատ են լինելու։ Ընդունենք ես ձեւ, մինչեւ Թրամփը, ասենք Հայաստանի Հանրապետության բնակչության 58%-ը գտնում էր, որ Հայաստանի Հանրապետության զարգացման ուղին Եվրոմիությամբ է կամ հավաքական արևմուտքով։ Թրամփից հետո այդ թիվը կարող է պակասած լինել։ Ասենք դառած լինել 52 կամ 51 կամ 50, չգիտեմ։ Ում մեջ է բաժանում այդ 50%-ը։ ԿՊ-ի եւ մեր ասելով ի նկատի ունեմ հասարակական, քաղաքական, մյուս են կուսակցություններ ու հետ միասին Պայմանական ասած Եվրադաշտ։ Այո։ Եվ եթե միասնական մենք հանդես գանք, թե առանձին հանդես գանք, այս 50% քվեն գալու է ինքնադրսևորվելու է։ Այն մյուսը բաժանվելու է մի քանի թևերի մեջ, որոնք իրար մեջ խնդիրներ ունեն։ Լուրջ խնդիրներ ունեն։ Եվ իրենք գիտես ինչն է խանգարում, որ մենք